Ես Շմավոնն եմ Շմավոնյան, վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ։ Նախաբանը այդպես սկսենք, բնականաբար ամեն ինչ սկսվում է փոքրուց։ Այսինքն, ինչպես բոլոր երեխաների մոտ են իրենց հայացքները ձևավորվում, ինչպես դրանով, որ կարողանում են արդեն մտնել, տեսնել իրենց շուրջը, իրենց մեծության նաև ընթացքը, իսկ ընթացքի մեջ միշտ տեսնում են բոլոր երեխաները, այնպես էլ ես, որ իմ փոքր ժամանակ եղել եմ իմ հետաքրքրության սահմաններով դեպի գեղեցիկի եւ ձևավորված աշխարհընկալման ձևը, որը ձևավորվում է բոլոր երեխաների մոտ, այդպես էլ ինձ մոտ։ Ես սկսել եմ դեռ մանկուց, այդպես ինձ մեջ բավականին այդ եռուն հետաքրքրությունը առաջանալ, ինչից սկսվեց այդ բոլորը, նախապես ասեմ մինչև դպրոց գնալը, ինձ մոտ միշտ հետաքրքրություն եղել է, բայց ուզեցել եմ վերհիշել, ինչքանով է դա այդպես իրականության մեջ, միշտ մտովի մտածել եմ եւ հիշում եմ, որ զգայական բանը գեղեցիկի նկատմամբ, պատկերի նկատմամբ, որտեղ ի վերջո գույնը եւ պատկերը դրանք համադրման այդպես միջոցներ են, չէ որ մենք շրջապատված ենք, ասենք ամեն ինչը գույներով, ամեն ինչը եղանակային նաեւ ժամանակների մեջ, որը լինի թե գարուն, ամառ, աշուն, ձմեռ, եւ այդպես ինձ մոտ միշտ առաջացել է այդ հետաքրական մտային պատկերացման այդպես ընկալման։ Երբ որ սկսեցի արդեն թուղթը վերցնել կամ ինչ-որ գծել մատով, ես հիշում եմ, որ ինձ արդեն իմ ծնողները տեսնում էին, որ կար ինչ-որ բան հետաքրական, մի օր հայրս ինձ վերեց նվիրեց մատիտների այդպես տուփ։ Այդ ժամանակ ուրեմն շատ հետաքրքիր մանավանդ մատիտները բոլորը գույնով են եւ լավ հիշում եմ այդ տուփի մեջ 24 գույնի մատիտներ էր, այդպես էլ գրված էր, դրված էր, դա արդեն ինձ ոնց որ ոգեշնչման աղբյուր ունի։ Եվ այդ մատիտով գծագրելու եւ նկարելու թեկուզ կարողանալ ամեն մի գույնով այդպես պատկերավոր կամ այդ ժամանակ ամեն ինչ ստեղծվում է ավելի շատ абստրակտ, այսինքն եթերային այդպես գծագրություն կամ նկարչություն որսելով ինձ մոտ առաջացել է այդ հակումը։ Դրանից հետո աստիճանաբար մեծանալով դպրոց արդեն գնալով հանդերձ միշտ ես կողմնակի բացի դասերից միշտ ինձ հետաքրում էր գունազարդ եւ պատկերազարդ գրքերի մեջ երբ որ կային գույներով շրջապատված եւ լավ հիշում եմ որ մի առեղծվածային այդպես լավ զգացմունք էր միշտ տիրում ինձ մեջ։ Տիրելով հանդերձ այդ բոլորը աստիճանաբար կարողացանք այդպես դեպի հետաքրքրական իմ բանի մեջ, ընթացքի մեջ տեսնել, հասկանալ, շփվել, հարցնել, դե բնականաբար այդ ժամանակ չկար այդքան ինֆորմացիա, չկար այդ բոլորը գալիս էր ինքդ քեզ հետ։ Եվ նաև ինչու՞ չէ գրքերի եւ ել եմ ասում պատկերազարդ գրքերի ալբոմների մեջ էինք տեսնում, որ թե ինչպես են նկարված, ինչպես է տպագրված եւ այդ գունային հարաբերությունները։ Դպրոցի ընթացքում արդեն ես բավականին այնտեղ նկարչության խմբակներ կար, որը հաճախում էին, նկարչության ուսուցիչ ունեին, որ ինքը ուղղորդում էր, արդեն տեսնում էր, որ երեխայի մոտ կար այդպես զգայական դեպի արվեստի նկատմամբ, դեպի նկարչության նկատմամբ։ Այդ սերը այդ ժամանակ է առաջացել ինձ մոտ։ Եվ միշտ մտածել եմ ինչ հետաքրքիր նկարիչների մասին, երբ որ մեր ուսուցիչը պատմում էր արվեստագետների եւ նկարիչների մասին, միշտ ես մտածել եմ ինչքան առեղծվածային, ինչքան գեղեցիկ այդպես ինձ համար եթերային մարդիկ էին նկարիչները, որը մի ուրիշ կյանք ունեին, ուրիշ այդպես տպավորություն ունեին։ Բնականաբար դպրոցն ավարտելուց հետո արդեն բավականին ինքնուրույն շատ արդեն մինչ այդ ես արդեն հաճախում էի նաև պատկերասրահ, ասենք եղել է որ ցուցահանդես եմ գնացել ծնողներիս հետ միասին ավելի մի քիչ փոքր տարիքում, իսկ հետո արդեն բարձր դասանում ինքս էի հաճախում, ինքս էի գնում, ինքս էի հետաքրում, ինչպեսի գեղեցիկ այդպես մտորումներ կան։ Դրանից հետո ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Փանոս Թերլեմիզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Մինչև հիմա հիշում եմ այդ ուսումնարանը, երբ որ ես
ընդունվեցի ինձ համար շատ տպավորությամբ, շատ էի լսել մինչև ընդունվելը արդեն գիտեի անգամ, բայց երբ որ տեսա ուսանողները արդեն որ նկարում են, մտա առաջին անգամ, երբ որ շեշտում ինձ համար շատ խորհրդավոր այդպես տեղ էր, կարծես ավելի այդպես քաջալերված լինեի այդ բանով։ Եվ ընդունելության քննությունների ժամանակ բավականին բարձր գնահատականներով ընդունվեցի, այդ ժամանակ նկարում էինք լավ ամեն ինչը եւ այդպես վերջացնելուց ավարտելուց հետո ես մեկնեցի որտեղ այդպիսի առաջադրանք եղավ դրսի կողմը ձևավորումներ գնացի Տաշկենտ քաղաքը միայն ես չէի 3 ընկերներով որոնք մեզ հրավիրեցին այնտեղ ձևավորելու դա էլ արդեն իմ կյանքի համար մի հետաքրքիր այդպես բուխ բացվավ որ այդ ձևավորման աշտանքների հետ կապված անելու էլի նկարչական բոլորը այն ժամանակ ավելի շատ պլակատային այդպես բանով էր, բայց նաև ձևավորման խնդիրներ կար, որը շատ լավ լուծումներով եւ շատ լավ մեր ազգայականում բավականին լավ հաջողություններ ունեցանք եւ ընկերներով միասին։ Դրանից հետո վերադարձա արդեն ինքնուրույն ես կարողանում էի արդեն ստեղծագործել։ Ստեղծագործելու ժամանակ բավականին արդեն կապս ավելի շատ նկարիչների միության հետ էր, իմ ավագ ընկերների հետ էին, որոնք նկարիչներ իմ ուսուցիչների հետ, հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել ես, դասավանդել են ինձ այնտեղ Գեղանկարչություն Թերնեմեզյանում իհարկե, Անատոլի Գրիգորյանը, լավագույն ուսուցիչը, Արամ Ծատուրյանը, գծանկարը Անժելա Սարգսյանը։ Ավարտելուց հետո այդ բոլորը ընթացիկ կարողացա ես այդպես ինքնուրույն արդեն ստեղծագործել, ունեցա արվեստանոց տանը, ես այդ ժամանակ վերադարձա գյուղ, քանի որ ես ծնվել եմ Արտաշատի շրջան Վերին Արտաշատ գյուղում, շատ հետաքրքիր այդպես գյուղ է իր ամբողջ բոլոր ընկալման այդպես ձևերով Եվ այդտեղ ունեցա ես արվեստանոց, արդեն կարողանում էի աշխատել, արդեն կարողանում էի ինքնուրույն կազմակերպել։ Եվ դրանից հետո այդ ընթացքում արդեն մասնակցում էի ցուցահանդեսների։ Մեկ-երկու հետո դրանից վերջը դարձա նկարիչների միության անդամ։ Արդեն իմ շփման եզրը ավելի մեծ եղավ, թեև թե նկարիչների հետ, թե արվեստասեր ընկերների հետ, արվեստասեր մարդկանց հետ Եվ այդպես շարունակաբար։ Երբ որ նկարչների միության անդամ բնականաբար արդեն կարողանում էի գիտեք ինչ ամենաարվեստագետի ամենալավագույն միջոցներն է երբ որ դու գնահատվում ես։ Երբ որ դու ինքդ քեզ տեսնում ես այն հետաքրքրող մարդկանց մեջ, որտեղ ինչի երբ որ տեսնելով ասենք ունի մտերիմներ կային թե նկարիչներ այդ արված աշխատանքի մեջ երբ որ տեսնում են ինչ որ մի առավելություն եւ գովասանքի խոսքը արդեն քեզ մոտ ավելի էր այդպես առաջանում այն սերը, այն գեղեցկությունը, այն նպատակը, որ ունես քո արվեստի մեջ։ Դրանից հետո այդպես հավարտելուց հետո արդեն կարողացա ես մասնակցել ցուցահանդեսների։ Առաջին անգամ ցուցահանդեսներ գնացինք արաբական երկրներում, որը Աբու Դաբիում էր։ Նա մի շատ լավ մարդ կար, երբ որ 3 նկարիչների մեզ ինքը հրավիրեց եւ կազմակերպեց այդտեղ ցուցադրվեցին առաջին անգամ որ արդի երկիր էր այդպես կոչում։ Իսկ դրանից առաջ մասնակցություն ունեցել եմ, ասենք, սովետական միության Մոսկվայում անգամ տարբեր այդպես ցուցահանդեսներ այն ժամանակ եւ պատվիրներ կային եւ ընտրություն կար աշխատանքների մեջ։ Բայց արդի երկիր 90-ը դա մեկ թիվն էր։ 91 թվականին երբ որ գնացի արդեն երբ որ դուրս ես գալի տեսնում ես այդ բոլոր ազդեցությունը եւ մեծությունը քեզ վրա է լինում դրանից հետո էլի հրավերներ եղան տարբեր երկրների մեջ ցուցադրության հետ կապված նաեւ մեծ սիմպոզիումների եմ մասնակցել տարբեր շրջանակների մեջ անգամ եւ այդ ժամանակ խորհրդային միություններ Մոսկվայում Սան Պետերբուրգում, որ այդ ժամանակ Լենինգրադում էր, բավականին արդեն առաջընթաց ունեի եւ դրանից հետո կարողացա ավելի շատ ընտրություն երբ որ եղավ, որը 99 թվականից արդեն ես
ինձ հրավիրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդտեղ եւ ցուցադրվելու եւ հետս պայմանագիր կապվեց այդտեղ շատ մի խոշոր ընկերություն կար Providence ընկերությունը, որը ամբողջ Կալիֆոռնիայի նահանգի հիվանդանոցների նախագահն էր, որ տեսնելով այդ բոլորը առաջարկություն արեցին, որ իրենց հետ համատեղ աշխատելու եւ աշխատանքի նկարերի ցուցադրությամբ նաև պատվերներ ունեցա այդ հիվանդանոցում, որը առաջին անգամ դրվեց այդ հիվանդանոցում։ Իսկ երկրորդ անգամ իրենք պատվիրեցին երկրորդ նկարը, որը դրվեց Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում, որը շատ շոկով մեծ բացում արեցին այդ ժամանակ բոլորը դրանք ամերիկյան այդպես ձևներ, տեսակետներ, որը կապված էր որը կարծեմ 95 թվին, որը եղավ Նյու Յորքում այդ արհավիկների բանը, քանի որ Լոս Անջելեսից եւ Կալիֆոռնիայից մասնակցել էին հրշեջներ եւ ոստիկաններ, այնտեղ մահացել էին։ Այդ նկարը բավականին մեծ նկար էր, որը կոչվում էր հավերժություն եւ նվիրվեց այդ մահացած ընտանիքների համար։ Որը շատ հանդիսավոր բացում արել, մինչեւ հիմա Գլենդելի քաղաքապետարանի մուտքում կախված է բավականին մեծ նկարաշտակ է։ Ու հաջորդաբար այդպես սկսվեց իմ ցուցադրությունները եւ աշխատանքները հարթ երկրում, մինչեւ առայսօր ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում այնտեղ ճիշտ է երբեք չուզեցի մնալ, այնտեղ ապրել, բայց ես գալով այստեղ դեռ աշխատանքը վերջացնելուց գալիս էի միշտ իմ երկիրս Հայաստանս, իմ տունս, իմ այդպես ընկերների հետ միասին, բայց երբեք ցանկություն չառաջացա, որ մնալու։ Երբ որ ինձ հարցնում են իսկ ինչու չուզեցիր, ասենք այդքան լավ բարեկեցիկ երկիր, ասում էի համոզմունք չառաջացավ ինձ մոտ մնալու տեսակետով, բայց որպես երկիր սքանչելի էր ամեն իրեն բան, որտեղ միշտ լավագույն արվեստը դա կայանում է կայացած երկրներում։ Եվ գնահատման իմաստով եւ ընտրության տարբեր այդպես բաների մեջ են եղած։ Ուրեմն այդպես ասեմ, արվեստանոցից սկսենք, որտեղ դատարկ կտավը երբեք տան մեջ կամ սենյակում չես դնում, արդեն ես ունեի ասեցի, որ արվեստանոց մինչև հիմա ու դատարկ կտավը ինքը մակերեսն է, բայց դու ունես խոհեր, դու ունես մտածմունք, դու ունես անելիք, ինչ պետք է անես, մինչ այդ տրամադրությունը եւ տրամադրվածությունն է առաջանում, թե ինչ պետք է նկարել, թե ինչպես պետք է սկսել։ Նու սկսել է դա մի ներքին այդպես այնքան մի ուժ պետք է լինի մեջդ, այնքան հաճելիություն, որ դու կարողանաս դրանով սկսել աշխատել այդ գույնով, այդ գծանկարային իմաստով նաև, ինչու՞ չէ, եւ դրանից արդեն ստեղծվում է այդ սպիտակ կտավը, որը ծածկվում է այդ գույներով եւ աշխատանքի ժամանակ ակամա առաջանում են, թե ինչպես պետք է անել, ինչպես պետք է ստեղծագործել եւ այդ լինի պատկերային տեսքով, թե բնանկարային տեսքով, արդեն առաջանում է այն ինչքանով դու արդեն տրված է քեզ մեջ այդ ձիրքը, այդ շնորհքը, այդ բոլորը եւ կազմակերպելով այդպես նկարը առաջանում է այդ նույն կտավի վրա, որը վերջացնելուց հետո արդեն երբ որ տեսնում ես առաջինը ինքդ հավանում ես ուրախության բան է դվում, ուրեմն հաջողված նկար է, այդպես է։ Իսկ դրանից հետո երբ որ ասենք ընկեր կլինի կամ ինչ-որ տեղ դնելով, նայելով, երբ որ գնահատվում ես, արդեն առավել եւս քեզ մեջ առաջանում է այդ վերաբերմունքը, որտեղ ինքը նկարչությունը, արվեստը դա ընդհանրապես այդպես կամ ասել կարճ հույզ եւ տրամադրություն է, այն հույզը, այն տրամադրությունը, այն ներաշխարհով դրանով կառուցվում է, որը դառնում է արժեքավոր այդպես աշխատանք։ Ավարտը չի ավարտվում, բայց ավարտվում է ինչ որ մի գալիս է ժամանակ, երբ որ դու զգում ես արդեն ինքը կայացած է այդ ժամանակ։ Ընթացքում տարբեր մտորումներ են, որտեղ դա մի հատ մեծ ներքին պայքար է լինում արվեստագետի եւ ասենք ստեղծագործելու այդ պահի մեջ։ Այդ պայքարի մեջ կա նաեւ
դա մի աներևույթ զգացմունք է տիրում քեզ մեջ, որ այդ զգացմունքով ես դու ուղղորդվում։ Այնպես չի, որ ասենք դա վերցրիր ձեռքով այդպես դրեցիր, չէ, որտեղ ինքը պատկերը բոլորը զգացմունքային է, նկարչությունը ընդհանրապես արվեստը, որտեղ դա քո ներքին էության զգացմունքն է, ինչպես դու կարող ես այդ բոլորը զգալ, տեսնել, հասկանալ եւ այդ բոլորը դու տաս այդ կտավին, այդ աշխատանքը այդպես իսկ վերջացնելուց հետո արդեն այնտեղ համոզման ինչ որ մի տեղ կա, կետ կա, որը դու արդեն զգում ես, որ դա արդեն բավականացաչափ, արդեն կայացած է աշխատանքը։ Բայց լինում են այդպես նաև օրինակ բնության մեջ, երբ որ ես դուրս եմ գալու նկարելու բան, կարող եմ ես նայել նկարելով ես երբեմն այդտեղ վերջացնում եմ, որտեղ այնքան թարմություն կա, այնքան աշխատանքային այդպես մի լավ որակական իմաստ կա, թե բնության մեջ այնքան մեծ էներգիա կա, այդ էներգիան դու շունչը վերցնում ես եւ դու կարողանում ես արդեն վերարտահայտել կտավի մեջ եւ դրանով բավական։ Երբեմն եղել է, որ այդ նույն կտավը վերել եմ, ասենք, տան ուզեցել եմ շարունակություն, իհարկե լինում են, բայց այդ իմպրեսիան, այդ տպավորությունը բնության մեջ ուզում եմ միշտ պահեմ, որտեղ երբեմն ուզում ես աշխատել ինչ-որ բան ավելացնել, այդ կորում է կամ ոչ շանում է։ Դրա համար այդ պահվածները ես միշտ պահում եմ իմ աշխատանքների մեջ։ Ոգեշնչում է առաջինը իմ երկիրս, իմ աշխարհս, իմ երկրից հետ է, որտեղ յուրաքանչյուր արվեստագետի նաև ինձ մեջ, որտեղ ոգեշնչման ամենամեծ բան կա մեր հողը, մեր երկիրը, մեր պատմամշակութային այդպես երկիրը, մեր անցյալով արվեստը, որը կայացել է, որտեղ նկարիչը իր սաղ կյանքում այդպես ուսումնասիրում է, բայց ինձ համար շատ առավելություններ կան իմ ոգեշնչման աղբյուրի մեջ, դա իմ երկիրն է, իմ բնությունն է, իմ աշխարհն է, որը իմ աշխարհը, իմ արվեստը կայացել է ինձ զգալով, տեսնելով իմ երկրի մշակույթը։ Դա է հիմնականում այդպես ոգեշնչման աղբյուրը։ Բնականաբար ոգեշնչում են նաև իմ ընկերները, ոգեշնչում է լավ երևույթները, պարզությունները, մարդկային որակական այդպես տարբեր է։ Նկարիչը մի քիչ տարբերում է, նա տեսնում է, ընկալում է ամեն ինչը, բայց երբ որ այդ բոլորը վերցնելով իր ինքնության մեջ, նա իր արվեստանոցում, իր խոհանոցում արդեն այդ բոլորը գալիս գումարվում է եւ դառնում է դա մի ամբողջության մի զգացմունքային, որը վերարտահայտվում է նաեւ նկարներով։ Եթե դուք ուշադիր նայեք բոլոր յուրաքանչյուր ստեղծագործողի, նաեւ չէ, իմ աշխատանքների մեջ մարդու էությունն է, նկարիչի էությունն է, ինչքան նրա մեջ տրված է, ինչքան նրա մեջ այդ շնորհքը կա, ինչ ձևերով, ինչ բաներով, այդ է խնդիրը, այդքանն է։ Բոլոր գույները ինձ համար լավ են, բայց այդպես էլի ես անցնեմ ի սկզբանե շրջանում, երբ որ ստեղծագործությունը դա աճ է, որ միշտ դու աճում ես, դու միշտ առաջ ես գնում։ Նույն սկզբնական շրջանում եղել են տարբեր գույների մեջ, բայց ինձ համար միշտ գույնը հասկացողությունը դա պայծառությունն է, գույնը ինքը բարիությունն է, դու այդ գույնով վերարտահայտում ես քո այդպես կազմակերպում ես աշխատանքը նրանով, թե ինչքան կարող ես դու, ինչպես կարող ես տեսնել այդ լույսը, այդ գույնը շրջապատի մեջ։ Գունային ինձ համար բոլոր գույներն էլ հավասարաչափ մոտեցում ունեմ եւ բոլորն էլ սիրում եմ այդ գույների մեջ։ Այդ հիմնականում լուսավոր գույները։ Բնավորության գիծը ասեմ ձեզ պետք է մեջդ պայքար լինի։ Պետք է մեջդ աշխատասիրություն։ Օրինակ ես երբեմն ինքս որ եղել է, ասենք, շրջան կամ եղել է ժամանակ զբաղված եմ եղել, չեմ աշխատել կամ բաց եմ թողել, ասենք, մի այդպես ասենք 3 օր, 5 օր կամ 1 շաբաթ կարող 10 օր, պայմանավորված է ինչ զբաղվածությունը։
Երբեմն ինքս ինձ մեղավոր եմ զգում, ինչու ես չեմ աշխատել այդ ընթացքում, կամ անպայման ուզում եմ ամեն ինչը վերջացնեմ, վերադառնամ իմ աշխատանքին գնալ նկարել, որտեղ նկարությունը այնպեսի այդ զգացմունքը բաներ, դու միշտ պետք է քեզ հետ լինի եւ կարողանաս դու նկար, եթե չէ միշտ փախնում է քեզանից, դու միշտ պետք է կարողանաս վերցնել եւ վերարտահայտել այդ բոլորը։ Ես ավելի շատ երիտասարդներին կասեմ, որ շատ հետևողական լինեն, ավելի շատ կարդան, նայեն, այցելեն թանգարաններ, իրենց ուզածը եւ ամենակարևորը ունենան աշխատասիրություն։ Գիտեք ինչ, միշտ աշխատասիրությունից է ծնվում լավագույն գործերը։ Աշխատասիրությունից ես դու այդպես քեզ մոտ առաջանում դեպի կայացած լինելը։ Իսկ դա շատ կարևոր է։ Ես դրա համար միշտ ուզում եմ մաղթեմ երիտասարդներ, շատ շնորհքով երիտասարդներ կան մեր մեջ, շատ եմ ես շփում, շատ եմ տեսնում, զարմանալու բան է։ Դա բոլոր ժամանակներում էլ այդպես եղել է, այդպես է։ Եվ անպայման ոչ թե խորհուրդ կտամ այլ ինքերային այդպես որպես նկարիչ, որ շատ պետք է աշխատել, կարդալ ու շատ սիրել։ Այդ բոլորը ամեն ինչը երկու բան է՝ սիրել եւ աշխատել։ Արվեստի ուժը ինձ համար, գիտեք ինչ, իմ հողն է, իմ երկիրս է, չեք պատկերացնում ինչքան լավ բան է, երկիրը, երբ որ դու քո երկրի մեջ ես ստեղծագործում, որտեղ յուրաքանչյուր արվեստագետ իր հողի վրա է կայանում, իր հողից է վերցնում, այդ մեծ, ասեմ, էներգիան ասեմ, այդ մեծ պոտենցիալ ուժը, որը կա քո երկրի մեջ է, քո ամբողջ տեսնել, չէ որ մարդը երբ որ ծնվում է մի երկրի մեջ, այդտեղ է ձևավորում, իսկ ձևավորման ժամանակ, երբ որ կայանում է կամ ինչ-որ բան, դա սիրելն է, պետք է սիրել, այդ ժամանակ իմ մոտ այդպես առաջացել է նաև ինչու չէ, իմ երկրից, իմ հողից, որտեղ մենք ունենք այնքան հրաշալի աշխարհ, որ ասելու չի, ինչքան եւ նաեւ պատմամշակութային լավ գիտենք, ինչի համար, որտեղ այդ բոլորը ստեղծվել են այդ հողի վրա, այդտեղից է, արվեստագետը չի կարող, կապ չունի, դու կարող ես ուրիշ տեղ էլ ցուցադրվել, որտեղ ասեմ այդպիսի մի բան, երբեմն ասում են հայկական է դա բան, այդպիսի բան չկա, գեղեցկությունը աշխարհի մեջ բոլորի հետ հավասար այդպես անցում են, ինչ էլ որ լինի գեղեցիկը, ընկալելի է բոլոր ժողովուրդների համար, կապ չունի հայկական է, թե արված է իր երկրի մեջ, ի վերջո այդտեղից է այդ ուժը գալիս, իսկ ուժը դա արդեն սրբություն է, արդեն մոտեցում է, որը դառնում է աշխատանք, գեղեցկություն, դա որը զգացվում է այդ բոլորը։ Առաջինը շատ կուզեի հայ նկարիչի նկատմամբ ուշադիր լինել, որտեղ նկարիչը այնպեսի մի բան է, որտեղ յուրաքանչյուր անգամ ճիշտ է ժամանակի մեջ մենք բոլորս անում ենք արվեստագետները, բայց մենք արժեքավոր գործեր ենք թողում։ Կարող է այսօրվա ժամանակվա մեջ այդպես չլինի, հետագայում դառնում են որոնք գոհարներ, մարգարիտներ, որտեղ ի վերջո արվեստի ուժն է, ուժով են ճանաչում քո երկիրը, քո ժողովրդին, ինչու համար, երբ որ մենք գնում ենք մի ինչ որ ուրիշ երկիր, չէ, այդտեղ մենք ման ենք գալի, ասենք գնալ տեսնել ժամանակակից կլինի թե ինչ թանգարաններ կամ ցուցահանդեսներ կամ իրենց պատմամշակութային, ասենք երկրի այդպես դրված բոլոր աշտանը, դրանով ենք որակավորում այդ երկրի տեսակը, իսկ փառք Աստծո մեզ մոտ այդ բոլորը բավականին բարձր մակարդակի կա, որ մենք կարողանանք եւ սիրել եւ զարմացնել եւ ընդունվի ամբողջ եւ ընդունվում է։ Շատ բան կարելի է խոսել, բայց ես միայն կուզենամ, որ մեզ մոտ մեր երկրի մեջ լինի խաղաղություն, լինի սեր, լինի այդպես մեկս մյուսի նկատմամբ բայրացկամություն, որտեղ առանց սիրո, առանց այդպես սիրել ոչինչ չի կայանա։ Եվ ամենակարևորը բոլորից շատ առողջություն,
եւ ուշադիր աչքով միշտ նայել, որտեղ երբ որ մի երկրում կան արվեստագետներ, դրանք ամենամեծ մեծություններն են, ուշադրության կենտրոնում լինեն։